Ողջույն Մալագայի և շրջակայքի սիրելի հայրենագիտներ, հավատացյալներ։ Մալագայի Սուրբ Աստվածին եկեղեցին օծված է, դե Քրիստոս հոս է։ Եթե դու կհավատաս, որ Մալագայի Սուրբ Աստվածին եկեղեցին սուրբ է միայն որովհետև մեկը բութ մատով քարմը օծած է, ուրեմն դու խաբված ես։ Լսե ուշադիր։ Այս եկեղեցին նախապես կաթոլիկ եկեղեցի էր և արդեն օծված էր։ Տասնյակ տարիներ պատարակներ մատուցված են հոս։ Ուրեմն ով կրնա այսօր ասել, թե եկեղեցին օծված չէ։ Ցավալին այն է, որ այս պամպասանքը տարածողները իրենք կգոչեն հավատացյալ և երբեմն ալ հոգևորականներ։ Սիրելիս, ոչ քարեքինի օծումը, ոչ խաչակի օծումը, ոչ ալ որևէ սրբազանի ցերկը չէ, որ այս եկեղեցին կսրբացնե։ Միայն Քրիստոսի ներկայությունն է, որ կսրբացնե։ Այս տեսանյութը բարձ խոսակցությունը չէ, ասիկա զգուշացում է անոնց, որոնք օծումի, դիտողոսին և գավազանի վրա շենք շինած են և ժողովուրդը կգայթակղեցնեն։ Տեր Հիսուս Քրիստոս եկեղեցին չհիմնեց օծումի վրա, ան հիմնեց զայն իր անձին, իր խոսքին և իր արյան վրա։ Երբ ասավ, ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը, ան չասավ, ես ձեզի հետ եմ, եթե այս կամ այս սրբարանը եկեղեցին օծեք կամ չօծեք քարերը։ Մալագայի այս եկեղեցին ինչպես կաթոլիկ եկեղեցի էր օծված էր։ Տասնյակ տարիներ հոս պատարակ մատուցված է, հաղորդություն դրված է, նկարտություններ կատարված են։ Եթե այդ բոլոր տարիներում Քրիստոս հոս էր, ուրեմն այսօր ալ հոս է։ Եվ եթե այդ տարիներում պատարակները վավեր էին, ուրեմն այսօր ալ վավեր են, անկախ անգե, թե ով ինչ կսե օծումի մասին։ Այսօր շատեր կվիճին, Մալագայի եկեղեցին օծված է թե ոչ, այս պատարակը վավեր է թե ոչ, և այդ վեճերում մեջ մոռացած են ամենակարևորը՝ Քրիստոսի ներկայությունը։ Ցավալին այն է, որ այս պամպասանքը տարածողները իրենք հավատացյալ կգոչեն։ Անոնք կխոսին օծումի մասին, բայց կմոռնան սերը, կմոռնան միությունը և Քրիստոսի ներկայությունը։ Անոնք կգայթակղեցնեն հավատացյալները, իսկ իրենք կներկայանան որպես հոգևորներ։ Եթե Քրիստոս հոս է, Մալագայի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ է, ապա ամեն ինչ սուրբ է։ Իսկ եթե Քրիստոս հոս չէ, ապա նույնիսկ եթե 1000 անգամ վետրոներով օծված լար քարը, ան դատարկ է։ Տեր Հիսուսը ասավ, «Գացեք աշակերտեցեք և մկրտեցեք բոլորը»։ Ան չասավ, «Գացեք օծեցեք քարերը»։ Առաքյալները չէին օծեր քարեր։ Անոնք կմկրտեին մարդիկ, որպեսզի Սուրբ Հոգին իջնե անոնց վրա։ Պողոսը և Պետրոսը չէին վիճեր, թե որ եկեղեցին ավելի օծված է։ Անոնք կքարոզեին Քրիստոսը։ Երբ մեկը կսե, Մալագայի Սուրբ Աստվածածին եկեղեցին օծված չէ, ուրեմն պատարակը սխալ է, հարց դուրանոր։ Տասնյակ տարիներ հոս պատարակներ գնեին, այդ ժամանակ օծված էր։ Տասնյակ տարիներ, խաչակ սրբազան, հայր շնորհք, հայր սասուն, Տեր Թորոս, պատարակներ գնեին այստեղ, այն ժամանակ օծված էր և վավեր էր, հիմա ինչու՞ չէ։ Ճշմարտությունը պարզ է, օծումը չէ, որ կփոխե, Քրիստոսի ներկայությունն է, որ կփոխե։ Մկրտված հավատացյալը Սուրբ Հոգին ունի, ոչ թե որովհետև Մալագայի եկեղեցու քարը կամ այս սրբազանը օծած է, այլ որովհետև Քրիստոս խոստացավ և կատարեց։ Եթե դու գնայիս միայն օծումին և կմոռնաս փրկված ժողովուրդը, ուրեմն դու քարը կպաշտես, իսկ մարդը կանդեսես և առավել ևս Քրիստոսը կնսեմացնես։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ոչ թե քարերու հավաքածո, ոչ թե օծումներու ցանկ, ոչ թե դիտողոսներու շղթա։ Եթե Քրիստոս հոս է, ուրեմն եկեղեցին սուրբ է։ Եթե Քրիստոս հոս չէ, նույնիսկ ամենաշքեղ օծումը դատարկ է։ Ուրեմն դադարեցեք վիճել մարդոց օծումներու մասին։ Դադարեցեք ժողովուրդը գայթակղեցնել օծումի վեճերով։ Վերադարձեք Քրիստոսին, որովհետև միայն ան է, որ կրնա սրբացնել, միայն ան է, որ կրնա ներկա ըլլալ, միայն ան է, որ կրնա փրկել։ Թող Մալագայի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնե իր իսկական սրբությունը ոչ թե մարդու օծումով, այլ Քրիստոսի ներկայությամբ։ Թող օծվին կամ օծումի վեճերը և պապասանքները լրեն և ավետարանը խոսի։ Թող հավատացյալը այլևս չգայթակղի մարդոց պատճառով, այլ ամրանա Քրիստոսով։ Թող ամեն սիրտ հասկնա եկեղեցին Քրիստոսով է սուրբ,
ոչ թե մարդոց ձեռքով կամ օձումով, ամեն։